տեխնացուների հարցը միջև այս փուլը քննարկվել։ Ենթադրում եմ հստակ տեղեկություն չունեմ, բայց մոտավորապես մի 4-5 հանձնաժողով արդեն քննարկվել։ Ձեր հանձնաժողովը, որի համար դուք առաջադրվել եք, քննարկվել է, ընտրությունը տեղի ունեցավ։ Ձեզ ընտրեցին։ Ով ընտրվեց։ Այո, ընտրվեցի ես որպես տեխնացու, իհարկե ազգային ժողովը դեռ պիտի ընտրի, եւ հանձնաժողովի նախագահի տեխնացուն դուք եք արդեն ընտրված։ Իսկ բոլորը հարցեր են տալիս, այսինքն հարցությունները ինչպես է քննարկվում։ Ինչպես միշտ մեր ընտրությունները անցնում են բավականին թեժ, բավականին եւ նաեւ ժողովրդավար, այսինքն անկանխատեսելի են դրանք լինում, որովհետեւ այնուամենայնիվ դու պիտի պատրաստված լինես որոշակի մասով բոլորի հարցերին պատասխանես եւ դա է որոշում ընթացքը, այսինքն նախապես որոշումներ հիմնականում չեն լինում։ Տիկին Բադալյան, որովհետեւ հանցածության հետ կապված քաղաքական։ Չէ, բացառապես ամենայն դեպս առողջապահության, ընդ որում ես միշտ ասել եմ առողջապահությունը ինքը տարբերվում է մյուս հանձնաժողովներից, որտեղ սպეციფიկ է։ Այնտեղ մասնագիտական կրթություն է պետք, մասնագիտական փորձ է պետք։ Ես իհարկե սա չի նշանակում, որ ես ունեմ փորձը եւ գիտելիքը, բնավ, զուտ համեմատության եւ ունեմ կրթություն եւ փորձը 7 տարվա անընդհատ աշխատանքի, որոշակիորեն համեմատության կարգով իհարկե կա, բայց քանի որ ինքը ոլորտը սպეციფიկ ոլորտ է, ունի իր ուրույն բառապաշարը, ուրույն մտածելակերպը, ուրույն մոտեցումները տարբերվում են ոլորտներից։ Բնականաբար այդ ուղղությամբ են հարցերը։ Մյուս հանձնաժողով, որոնք արդեն քննարկվել են, ասեք նախագահներ, տեխնացուներ ովքեր են։ Անկեղծ ասած չեմ կարող ասել, որտեղ տեղեկություն իսկ որ հանձնաժողովներն արդեն դուրս գալու ճանապարհին են։ Տիկին Բադալյան, կրթությունը հրաժարվեցիք դառնալ առողջապահության հանձնաժողովի նախագահ։ Ի՞նչն է պատճառը, որ այն ժամանակ հրաժարվեցիք, հիմա արդեն ոչ։ Ես հիմա էլ չէի առաջադրվի, եթե մեր խմբակցությունում, արդեն ձևավորվող խմբակցությունում որևէ բժիշկ կամ բուժաշխատող լիներ, ես կարծում եմ, որ արդար չէ ոլորտի ղեկավարման, հա ինչ որ ոլորտի մի մասի գոնե օրենսդրական մասի ղեկավարման ժամանակ մրցակցության մեջ մտնել բժշկի կամ բուժաշխատողի հետ, ովքեր ունեն տարիների փորձ, ովքեր արդեն թրծված են այդ ոլորտում, այդ իմաստ չեմ գտել երբևէ, քանի որ մենք միշտ ունեցել ենք, հա, ոլորտից ներկայացուցիչներ ցուցակում ազգային ժողովում, այսօր ցավոք, շատ խորը ցավով եմ ասում, այսօր չկա ոլորտի։ Նախորդ անգամ չուզեցաք մտցել Վանիկ Օհանյանը խմբակցությունում էս բանին չկա։ Տիկին Բադալյան, նախորդ անգամ չուզեցաք մրցակցության մեջ մտնել Արքսինե Յունանյանի հետ։ Ընդհանրապես չեմ առաջադրվել, ես չեմ մտածել։ Նկատի ունեմ իր ինձ համար սկզբունքային հարց է, որ առողջապահության հանձնաժողովի ղեկավար կազմում պիտի անպայման լինի բժիշկ կամ բուժաշխատող։ Դա եմ հարցում էլի, որ նախորդ անգամ ինքը կար դրա համար։ Մտքովս չեմ ցել։ Այս անգամ էլ պարզապես որտեղ ես հասկացա, որ թերևս այդ 7 տարվա, հա 19 թվականից ես հանձնաժողովում եմ, ակտիվ անդամ եմ հանձնաժողովի, այս ընթացքում հասցրել եմ եւ կրթություն ստանալ եւ միևնույն ժամանակ մի քանի տարի եղել եմ նախագահի տեղակալ եւ շատ անպատասխանատու մոտեցում կլինի։ Իսկ Տիկին Բադալյանի Անահիտ Ավանեսյանի հետ նախարարի հետ հաշտ աշխատելու եք, որտեղ ինքը վերանշանակվելու է եւ կարծես թե տեղեկություն կար, որ կոնֆլիկտային Չէ, կոնֆլիկտային իրավիճակ երբեք չի եղել։ Մենք եթե ունեցել ենք որոշակի բանավեճեր կամ անհամաձայնություններ, դրանք եղել են իհարկե ոլորտի քաղաքականության մշակման կամ, բայց ես կարծում եմ, որ միևնույն է այդ բանավեճերը շատ օգտակար են, որովհետեւ բանավեճերի արդյունքում է, որ նոր մտքեր են ծնվում եւ ի վերջո դու որպես ազգային ժողովի պատգամավոր հավաքագրում ես ժողովրդի քեզ է դիմում եւ դու ոչ մասնագիտական, այլ ժողովրդի մտահոգությունն ես փոխանցում եւ այո միշտ կարող է ինչ որ այսպես անհարթ իրավիճակ ստեղծվել, բայց ես կարծում եմ, որ ամենակարևոր եւ ամենաբարդ խնդիրը մենք իրականացրել ենք եւ դա առողջության ապահովագրությունն է, որի վրա դեռ աշխատելու, լավարկելու, դեռ կատարելագործելու բավականին շատ աշխատանք։ Իսկ քանի րոպե է տևում ելույթները, Տիկին Բադալյան, այս տեխնիկական հարցը ելույթները բավականին կարճ են եւ հետո գալիս է հարցը։ Ինչքան մոտավորապես։ Մոտավորապես 3 րոպե։ Իսկ հարցը պատասխանը այդա չեմ կարող։ Տիկին Բադալյան, ընդհանուր առմամբ մի տեխնացուի ներկայացման հարցերով ելույթներով ինչքան է տևում։ Նայած, տեսեք, հանձնաժողովներ կան, որտեղ շատ երկար է տևում, հանձնաժողովներ կան, որտեղ կամ տեխնացուներն են քիչ կամ շատ ավելի պարզ է, հա, ընտրության արդյունքը մրցակցությունը այդքան մեծ չէ, շատ ավելի կարճ է։
Շնորհակալ։ Եվ մի հարց է, ուզում եմ իմանալ, ամեն դեպքում խորհրդարանում են հանձնաժողովների հետ կապված ավելի վերջնական ամեն ինչ որոշվելու, որտեղ այնտեղ կա նաև ընդդիմության հարցը։ Ուզում եմ իմանալ, եթե այնպես ստացի, որ հանձնաժողովը անցնի ընդդիմությանը, փոխնախագահի պաշտոնում պատրաստ եք աշխատել։ Այսինքն այդպես է ընթացակարգը, այդպես է եղել միշտ։ Եթե կհիշեք, եւ 21 թվականին էր այդպես։ Եթե ընդդիմությունն է, դուք ավտոմատ այո, որովհետեւ դա քաղաքական պատասխանատվություն է եւ քաղաքական թիմը, եթե քեզ է ընդունում, ապա դու անկախ ես հանձնաժողովը իշխող կուսակցությանն է պատկան, իշխող խմբակցությանը թե մնացածներին դու պարտավոր ես դա առաջ։ Ղազարյան, դուք Արժանի է Տիկին Ղազարյանը փոխարինել ձեզ այդ պաշտոնում։ Միանշանակ։ Դուք ինչ ծրագրեր ունեք, եթե օրինակ այնպես ստացի, որ այս հանձնաժողովը անցնի, դե այնտեղ այդ բանը կա ընդդիմությունը, նախագահի պաշտոնը։ Նախ եւ առաջ ես ուզում եմ առիթից օգտվելու, ասեմ, որ պարոն Եվանը 7 տարի կառավարել այն հանձնաժողովը, որի անդամ եմ եղել ես, եւ պետք է ասեմ, որ պարոն Եվանի հետ նա ուսանողական ընկերներ են, եւ ես այս ողջ ընթացքում այդ հարաբերությունների շատ բաներ եմ սովորել պարոն Եվանից եւ շարունակելու եմ այս ընթացքում իր հետ խորհրդակցել եւ մենք միասին ենք ըստ էության աշխատելու հանձնաժողովի նախագահան որևէ առավելություն այս իմաստով չունի եւ պարոն Եվանն ունի շատ կարևոր գիտելիքներ, որ վստահաբար ծառայեցնելու է հանուն Հայաստանի Հանրապետության ակտիվ եւ դինամիկ եվրոպական ինտեգրման գործընթացը։ ժողովում մնալու եք։ Հուսամ։ Իսկ որտեղ եք Թվեր կան սահմանափակային թվերը արդեն ֆրակցիան կորոշի։ որտեղ եք թերացել, որ ԿՊ վարչությունը ձեզ այն չտվեց, Դուք ինչի եք միշտ բացասական, դուք ինչի եք միշտ բացասական նայում։ Ես անցած անգամ էլ ասացի, ոչ թե վարչությունը ինչ որ մեկին չի ընտրում, այլ վարչությունը մեկին ընտրում է։ Այնպես որ դուք միշտ դրական կողմից նայեք, դրական կողմից։ Այո, քանի որ երեսներ էին լինում, ինչ առանցքային, այսպես ինչ որ առանցքային տարբերություններ կան ձեր Տեսեք, երեքներում քանի որ ամեն վարչության անդամ ունի իր սուբյեկտիվ դիրքորոշումը, այս կամ այն պաշտոնում էական չէ, որ ինչպես է առաջնորդվում, ես կամ պարոն Եվան չեն կարող մեկնաբանել, թե ձայների բաշխվածությունը ինչի արդյունքում է տեղի ունեցել։ Ես ու պարոն Եվանն ունեցել ենք մեր ծրագրային ելույթները, որոնք էլ եմ ասում, քանի որ մենք ունենք գրեթե նույնական կրթություն եւ գրեթե նույնական պատկերացումներ, ձայներն էլ բաշխել են այնպես ինչպես բաշխել։ տարբերությունը մեծ էր։ Այս հարցը ես թվում է Դա վարչության։ աշխատակարգային։ Շնորհակալ եմ։ Ոնց անցած է։ Չընտրվեցի։ Ինչու՞ չվստահեցիք զինվորները։ Ռուս միացել ես։ Բաթը դելա։ Ով արժանի։ Երկրորդ փուլը բացատրել է։ Ոգինա երկրորդ դեր չի Գնում է։ Իսկ ձեզ արդյունքները ինչպես է վերաբերում այդ արդյունքներին։ Ինչու՞ Բայց հանձնաժողովում կաշխատեք, պարոն Միքայելյան, որպես անդամ։ Ես ուրեմն մի քիչ պատգամավոր եմ։ Մի անգամ ինտեգրալում աշխատել, ելել որ բանվանության նախագծում հանձնաժողովի նստած պաշտպանության օրգանների ես դապիզանալ չեմ հիմա Այսպես երել եմ ազգային պաշտպանությունը, մի պաշտպանություն։ Իսկ ներսրտած չէ, որ թիմը ձեզ օրինակ Չէ, չընտրեց։ Օրինակ ձեր Իմ կարգին մարդը ձեր այս անցած ճանապարհը ռազմական հետ չգնահատվեց։ Ոսնում է դեռ ճանապարհը ռազմական չեմ։ Բայց ինչու՞ օրինակ ձեր փորձը կարևորվեց։ Այդ քեզ բան, բախտ